Շնորհակալություն նախ մի քանի դիտարկում եւ ոչ միայն վերջի ելույթից նախ սկզբից ասացի որ պատմական հիշողությունը դա պատմություն չի ինչա ավելի պարզ ասեմ ինչա պատմական հիշողությունը դա ինչ որ մի իրադարձություն է կամ իրադարձություններ որը մենք վերցնում ենք սարքում ենք ամենակարևոր կամ ամենակարևորներ դաս ենք քաղում դրանից, այդ դասը արժեք ենք սարքում, ու տենց մենք մեր ինքնությունը ստեղծում ենք։ Հիմա Սուրեն Սուրենյանց ասում էր, որ Ղարաբաղյան առաջի մեր հաղթանակից հետո մենք ուզում ենք ձերբազատվեինք զոհի կերպարից։ Դա անհնար էր, դա հնարավոր չի։ Տեսեք, ինչ են ուրել հրյաները, ես հատուկ բերեցի այդ օրինակը, սեք հրյաները 40,000 մարդ են չէ գազայում սպանել հիմա, իրանց ինքնության ստեղծողը, տիկին Լուիզան հարցնում է ով է, պետությունն է, մեր մոտ մի քիչ սփյուռքը, մի քիչ ստեղ, մի քիչ պատմության ինստիտուտը, մեր մոտ պետությունն է, այդ կենտրոնական դերը չի կատարել, ընդեղ այդ ինքնության տերը պետությունն է, մեր մոտ ինքնությունը տուն ունի, լեզուն եկեղեցին, բայց տեր չունի, ինքնությունը տեր չունի, ընդեղ պետությունն է, հիմա ընդեղ այդ պետությունը, որը այդ դասը քաղել է, ինքը արել է հետևյալ դասը, եթե մենք չպաշտպանվենք, կարա կրկնվի, որն է դրա հետևանքը նա, որ մենք պիտի ուժեղ ելնենք, Այս պարզ գաղափարի հիման վրա ստեղծվել է այդ պետությունը։ Դա այդ կոդը կարված է բանակի արտաքին ներքին քաղաքականության մեջ։ Մեր կոդը, մեր դասը, որը մենք քաղել ենք, որ արդարություն չկա, մենք պիտի անենք արդարությունը լինի։ Հիմա մենք ներքին չունենք, ու արտաքին մենակ արդարություն ենք պահանջում։ Հիմա ինչի հնարավոր չէ զոհի կերպարից դուրս գալ։ Եթե դու զոհի կերպարից դուրս ես գալիս, այսինքն դու մոռանում ես ցեղասպանությունը։ Չէ՞ որ զոհ մի րոպե ասեմ, տեսեք, մեր խնդիրը դա չի որ մենք զոհ մնանք։ Խնդիրը նա է որ եթե մենք չունենք պետություն, որը որ Սարդարաբադը կապում է բանի հետ, այսինքն տեսեք իրանք էլ չեն ուն բան արել։ Իրանք ասում են, մենք ունենք համես, եթե մենք ուժեղ չլինենք, եթե մենք Սարդարաբադը մոռանանք ու հիշենք միայն սա, օրինակ, մենք կկրկնվի, մեզ էլի կոչնչացնեն։ Այն որ մենք տապալել ենք այդ գործը, մեր հումանիտար մտավորականությունը ու առաջին հերթին պետությունը տեր չկանգնելով հայկական ինքնությանը, փիլիսոփայական որպես կատեգորիա, տապալել ենք այդ գործը, դա փաստ է։ Եթե մենք տապալած չլինենք, պետք է պարզ ասել կարծում եմ, այսօր այս բաշիբուզուկները չէին կարողանա Ադրբեջանի պարտադրած քաղաքականությունը փորձեն կապել մեր վզին։ Մենք այդ գործը պարզ ասենք տապալել ենք։ Մենք մեր ինքնությունը թողել ենք ինքնաբուխ տարբեր ուրեմն տեսեք կա կոմունիկատիվ պատմություն, այդ բանի մեջ, ինքնության մեջ։ Կոմունիկատիվ պատմությունը տևում է մոտարապես 80 տարի, ինչա, պապիկը պատմեց, հետո ես պատմեցի իմ թորանը, սա կոմունիկատիվ պատմությունն է, որը շատ անգամ հիմք է դառնում նրան, թե որ փաստերն ենք մենք մեր պատմությունից փոքր սարքում կարևոր։ Ուրեմն մենք չենք կարա այդ կողքի դնենք ու ուղղակի ասենք մենք այլևս զոհ չենք։ Մենք պիտի կարողանանք ուտեղ փիլիսոփաները պիտի մասնակցեն, սոցիոլոգները պիտի մասնակցեն, մենք պիտի կարողանանք մեր պատմության տարբեր կարևոր բաները, տարբեր դասեր սարքելով իրար հետ կապենք։ Ու շատ կարևոր է, տեսեք, իրանք ստեղծել են ուժի ու ագենտի ես եմ պատմություն կերտողը, վրացիների մոտ պետությունն է, մեր մոտ պետությունը գոյություն չունի ինքնության մեջ, ինչ անում է եկեղեցին, հիմա եթե Հայաստանի Հանրապետությունը չմասնակցի այդ գործերին, ուղղակի մտավորականությունը չի կարողանա, ուղղակի մարդիկ չեն կարողանա, ուղղակի պատմելով մենք ուրիշ ազգերի կատեգորիայի մեջ կընկնենք։
Այս է համեմատության կարևորագույն խնդիրը, որ ուղղակի ասել ես զոհ չեմ, չես կարա։ Դու չես կարա քո պատմական հիշողության մի հատվածը փոխարինես ուրիշով։ Չի ստացվում տենց։ Ոնց որ այն ժամանակ չի ստացվել, հիմա էլ չի ստացելու։ Խնդիրը նա է, որ մենք կարողանանք իրար մեջ կարենք տարբեր հատվածները ու մենք հասկանանք, որ տեսեք իրանք չեն ասում, չէ, զոհ չեմ։ Ասում է ես դու պաշտպանում, բայց դա ուժ է, իրանք գնում են մարդ են սպանում այնտեղ։ Մենք չկարողացանք մեր մեջ ստեղծել այդ նարատիվը, որոնց հաղթանակը վերջինը չի ու վերջի պատերազմը չի։ Եթե մենք միշտ ապրեինք նրանով, որ ամեն վարկյան դա հնարավոր է, ոնց որ հիմա ենք վախի մեջ ապրում, չէ՞։ Իսկ վախից ազատվելու միակ ձևը դա ուժն է։ Մենք հիմա հասարակական ուսումնասիրներ վերջի տվյալներով ազգիս 85%-ը ասում է մեր միակ հույսը բանակն է։ Իսկ կարամ ասեմ, որ հասարակությունը արդեն իսկ պատրաստ է նրան, որ պատմական հիշողության մեջ դասերը վերանայվեն։ Իհարկե պատրաստ է։ Պատրաստ է, որ մենք ինչ-որ զոհողությունների գնանք, բայց լինենք ուժեղ ու պաշտպանված։ Կկարդա քաղաքական վերնախավը այս տեքստը, թե չէ, այդ մեսիջը հայերեն բառը էլի չեմ կարողանում, կկարդա, ուղերձը կգտնեն, կտեսնեն, թե ոչ, հույսով եմ այո, ստեղ մենք իսկապես Սարդարապատ ենք, բայց այդ Սարդարապատը դա կրակոց չի առաջի հերթին, դա առաջի հերթին մտքի գաղափարների Սարդարապատը, մենք պիտի հասարակությունը զարմանալիորեն ավելի իմաստավոր է, իմաստուն է, քան շատ անգամ հումանիտար մտավորականությունը։ 85%-ը ասում է մենք մեր հույսին ենք, մենք պիտի ուժեղ լինենք, մեր բանակը պետք է ուժեղ լինի։ Բանակը իսկապես ունի եկեղեցու հետ միասին ամենաբարձր վարկանիշը։ Այս ուղերձը կարդացվելու է, թե ոչ։ Մենք կկարողանանք նորովի դասեր քաղանք մեր պատմական հիշողությունից։ Այս է ուզում ավելացնել, շնորհակալություն։ Շնորհակալություն, ես ներողություն եմ խնդրում, պարոն Սողոմոնյանը պետք է վազի դատական նիստի, Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, որ դատական պրոցեսներով չանցնի, պարոն Սողոմոնյան, ձեր շատ շնորհակալություն մեր քննարկմանը մասնակցելու համար, պարոն Սուրենյան, ձեր խոսքով ըստ էության ամփոփ ենք, որովհետև շատ կարճ եմ ասելու, ես ցեղասպանության փաստի անտեսման կամ այդ մեր պատմությունից ջնջելու մասին չի ասում, ասում եմ 88-ի շարժումը եւ առաջի հաղթանակը մեր մոտ բերեց մի հատ իրավիճակ, որ մենք կարող ենք մի քիչ այլ հայացքով ցեղասպանությունը կապիտալիզացնել որպես քաղաքականություն։ Այդ իմաստով, այո, այդ իմաստով էի ասում, ձեր դիտարկմանը մնացած մասով որևէ հավանութ է։ Սիրելի բանախոսներ, շնորհակալություն ձեր ժամանակը մեզ տրամադրելու համար։ Մենք այսօր այսպես երկրորդ շրջանով հարցին անդրադառնալու այդ մեր ավանդույթը կխախտենք, որովհետև այսօր մեր բանախոսները իսկապես շտապում են եւ այս նախընտրական process-ում բոլորս կարծես թե անընդհատ վազում ենք, անընդհատ շտապում ենք, բայց ես ուզում եմ ամփոփել այսօրվա քննարկումը մի կարևոր, ինձ համար շատ կարևոր ձևակերպմամբ, որ լսեցի պարոն Պարոնյանի կողմից, խոսքը վերաբերում էր մտքի եւ գաղափարի Սարդարապատ լինելուն։ Այո, մենք ըստ էության այսօր պետք է դառնանք նոր Սարդարապատ, թող դա չլինի զենքի Սարդարապատ, դա մտքի եւ գաղափարի Սարդարապատ լինի եւ այդ Սարդարապատի արդյունքում մենք կարողանանք ի վերջո կերտել մեր երկրի ապագան, որովհետեւ մեր երկրի ապագան այս պահին շատ հեղեղուկ է, մեր երկրի առջև ռիսկերը հսկայական են եւ մեզանից է կախված, թե ինչպիսի պետություն եւ պետականություն ենք ունենալու։ Իսկ դա կորոշվի հունիսի 7-ին, սիրելի հայրենակիցներ, ձեր միջոցով, ձեր ձայնով եւ ձեր աջակցությամբ։ Շնորհակալություն սիրելի բանախոսներ, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ մեր քննարկմանը հետևելու համար եւ ինչպես միշտ շնորհակալություն լրատվամիջոցների մեր գործընկերներին մեր քննարկումները լուսաբանելու եւ հասանելիության
հասնելու շրջանակներում կհանդիպենք առաջիկայում։ Ցտեսություն։